Բարև ձեզ բարեկամներ։ Փակ TV-ն նորից եթերում է եւ ուզում եմ մեկ անգամ եւս ողջունել մեր բոլոր ունկնդիրներին։ Բոլոր նրանց, ովքեր սովորականի պես մեզ հետ են, դիտում են մեր ծրագրերը, սպասում են դրանց։ Գիտեք, շատ կարեւոր է, ձեր դիտումներից շատ բան է կախված։ Էլ չեմ խոսում այն մեծ աջակցություն մեր ունկնդիրները մեզ ցուցաբերում են, դա պարզապես հնարավորություն է տալիս ել ավելի հետաքրքիր դարձնելու մեր բոլոր տեսակի ծրագրերը։ Հայկամներից մեկին հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանին։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Բարև ձեզ, Համլետ։ Պարոն Ղուկասյան, դե այս օրերի ամենաայսպես քննարկվող թեման Գյումրիի եւ Փարաքարի ընտրություններն են, թիմ ընտրությունները, որոնք իհարկե մեկ անգամ եւս եկան ապացուցելու, որ ներկա իշխանությունները ամենևին չեն վայելում մեր ժողովրդի այսպես համակրանքն ու նրանց աջակցությունը։ Դուք ինչ կասեք այդ մասին, ինչ ընտրություններ էին, ի վերջո ինչ դրանք ցույց տվեցին։ Այն, որ ներկա իշխանությունները կորցրել են հանրային աջակցությունը եւ վստահությունը ընտրողների, հայտնի էր արդեն անցյալ տարվա հարցումներից։ Սեպտեմբերին հերթական հարցումը International Republic Institute-ի ցույց տվեց, որ էականորեն նվազել է 12-13% շրջանակում գտնվում է վստահությունը Փաշինյանի եւ մի քիչ ավել իր գլխավորած կուսակցության նկատմամբ եւ արդեն անցյալ տարվա Երևանում ընտրություններից հետո, երբ որ նաև էլեկտորալ արդյունքը Երևանի ընտրությունների դա հաստատեց, կարելի է ասել, որ իշխանությունները սկսեցին որոնել նոր ռազմավարություն, ինչպես փորձել նման պայմաններում վերարտադրվել։ Եվ եթե հիշում եք, նոյեմբեր ամսին մեկնարկեց ստորագրահավաքը Հայաստանի Եվրոմիություն անդամակցելու հարցով այդ օրինագծի համար, եւ դա եւս բխում էր այդ պահին տիրող իշխանությունների գնահատմամբ եւ այդ հարցումներով հիմնավորված հանրային տրամադրություններից։ Սեպտեմբեր ամսվա հարցման, անցյալ տարվա սեպտեմբեր ամսվա հարցման ժամանակ 56% հարցվածների հարցին, եթե գալիք Կիրակի օրը լինի հանրակրվե Հայաստանի Եվրոմիության անդամության հարցով, ինչպես կքվեարկեք, պատասխանել են, որ այո, կքվեարկեն կողմ Հայաստանի Եվրոմիության անդամությանը։ Եվ իշխանությունները փորձեցին օգտագործել այդ հանրային տրամադրությունը, իրենք ուժեղացրեցին այսպես կոչված Եվրոպամետ կուսակցությունների դաշինքը։ Այդ նախաձեռնությունը, ստորագրահավաքը, այդ օրինագծի հետագա հաստատումը իշխող ուժի կողմից, ընդունումը ազգային ժողովում, նպատակ ուներ այդ քաղաքական սուբյեկտը, որը որ իշխող ուժի գործընկերն է, դրան տալ ավելի մեծ, այսպես ասած, կարողություն բարձրացնել իր ռեյտինգը։ Գյումրիում ամենամեծ պարտությունը կրեց հենց այդ դաշինքը, Եվրոպական կուսակցությունների դաշինքը, որը որ ավակեց ընդամենը քվեարկողների 4.5% ձայն, եւ դա ամենաբացասական մեսեջներ, ամենաբացասական արդյունքներ, որը որ այդ ընտրություններում իշխանությունները ստացան, որովհետև խորհրդարանական ընտրություններում արդեն պարզ էր, կարելի է ասել, որ ռազմավարությունը լինելու է հասնել մեծամասնության այդ եվրոպական կուսակցությունների դաշինքի հետ համատեղ։ Գյումրի ընտրություններում այդ եվրոպական կուսակցությունների դաշինքը հանդես եկավ իշխանության քննադատության դիրքերից եւ փորձում էր այսպես ընդդիմադիր էլեկտորատի ձայները ներգրավել, բայց թե ընտրարշավի ընթացքը, թե քվեարկությունը ցույց տվեցին, որ մեր հայրենակիցները այդ դաշինքը չեն դիտարկում որպես լինելով կողմ
հա 56% լինելով կողմ Եվրոմիության անդամությանը, այնուամենայնիվ այդ դաշինքը չեն դիտարկում որպես այդ ծրագրի իրականացնող, այդ ծրագրի կրող քաղաքական ուժ։ Եվ կարելի է ասել, որ 26 թվականին ուղղված այդ դասավորությունը, այդ ռազմավարությունը գնալ երկու շարասյունով, քաղաքացիական պայմանագիր եւ որպես իրեն, այսպես ասած, մոտ կանգնած եվրոպական կուսակցությունների դաշինք Գյումրիում մերժվեց դա, ինչը իշխանությունների համար խնդիր ստեղծեց վերանայել, վերահասկանալ, նորից հասկանալ արդյոք այդ ռազմավարությունը խորհրդարանական ընտրություններում շանս ունի իրականանալու։ Ինչ անել մի իրավիճակում, երբ հանրության մեծամասնությունը կողմ են Եվրոմիությանը, Հայաստանի անդամության, բայց այն քաղաքական սուբյեկտը, ով կարող է այդ ծրագիրը, այսպես ասած, առաջ տանի, ըստ էության չկա։ Այն ինչ որ կա, վստահություն չունի եւ մարդիկ ըստ էության Գյումրիում չհավատացին, որ եվրոպական կուսակցությունների դաշինքը ընդդիմադիր է Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագրին։ Դա էլ հասկանալի է, որովհետև այդ նույն դաշինքի կարևոր կուսակցությունը, Հանրապետություն կուսակցությունը Երևան քաղաքում կոալիցիայի մեջ է գտնվում քաղաքացիական պայմանագրի հետ եւ ենթադրել, որ Արամ Սարգսյանը Երևանում համագործակցում է ԿՊ-ի հետ, իսկ Գյումրիում ընդդիմություն է լինելու ԿՊ-ին, դա մարդիկ պարզապես չհավատացին, որ նման բան կարող է լինել։ Նու ես այսպես ասած տեսանելի բաներն եմ ասում, բայց կան եւ ավելի խորքային պատճառներ, բայց բոլորը գումարած իրար կարճ ասած այդ եվրոպական կուսակցությունների դաշինքը չարդարացրեց այն սպասումները, որ իշխանությունը բնականաբար իրենց գործունեության հետ ուներ եւ դա ունի լրջագույն խնդիր 26 թվականի ընտրությունների համատեքստում։ Այն որ 36% հավաքեց Գյումրիում քաղաքացիական պայմանագիրը, դա իհարկե քաղաքացիական պայմանագրի համար չափազանց լավ արդյունք էր։ Բայց պատկերը ընդհանուր ցույց տվեց, որ նման պայմաններում խորհրդարանական ընտրություններում եթե այդ պատկերը պահպանվի, մեծամասնություն ձևավորել հնարավոր չի լինի եւ հիմա իշխանությունների մոտ կա այդ սուր խնդիրը, ժամանակը քիչ է, ինչպես ստեղծել մի այնպիսի քաղաքական կառույց, որը որ կկարողանա մի կողմից այդ հանրային տրամադրությունները սպասարկել, ձայներ հավաքել, վստահություն ունենալ հանրային, որպեսզի 26 թվականի ընտրություններում այդ մի էլեկտորատի հատվածը, այդ սեգմենտը, այսպես ասած, այդ ձայները օգտագործել ԿՊ-ի վերարտադրության համար։ Սա էր իմ կարծիքով կարևոր հանգամանքը, դե գյումրեցիների համար նաև ակտուալ է այն ճգնաժամը կարելի է ասել, որ առաջացավ Գյումրիի ներքին խմբերի, այսպես ասենք, կլանների դասավորության մեջ Վարդան Ղուկասյանի գլխավորած քաղաքական ուժը հաղթեց Մարտունի, Մարտուն Գրիգորյանի քաղաքական ուժին եւ դա առաջացրեց եւս ինչ որ մի ներքին խնդիր, որ մինչեւ հիմա կա, բայց ընդհանուր առմամբ այդ մասով նորություն իրականում տեղի չի ունեցել, դասավորությունը Գյումրիում այսպես ավանդական այդպիսին է եղել բոլոր այս տարիների ընթացքում։ Ընդհանուր քաղաքական գնահատականի տեսակետից իհարկե իշխող ուժի համար Գյումրիում պարտվել նախկին քաղաքապետին Վարդան Ղուկասյանին դա այսպես հոգեբանական, քաղաքական մեծ ապտակ է։ Եվ հիմա իրենք բավականին ծանր են դա տանում, դա երևում է տարբեր հուզական, այսպես ասած, արտահայտություններից, որոնք որ հրապարակային տիրույթում արվում են
առավել ոչ հրապարակային տիրույթում արվող դատողություններից, բայց ունենք ինչ ունենք։ Իմ կարծիքով Լևոն Բարսեղյանը, այդ Եվրոդաշինքի առաջնորդը, ամփոփեց եւ փորձելով արդարացնել իրենց պարտությունը մեղադրանք ներկայացրեց իշխանություններին, որի հետ ես համաձայն եմ։ Այն ինչ տեղի ունեցավ, արդյունք է, որ քաղաքացիական պայմանագիրը Փաշինյանը չգնացին լուստրացիայի ճանապարհով, օրենքի հիման վրա չզրկեցին որոշ կատեգորիաներ, նախկին ռեժիմի այսպես դերակատարներին ընտրություններում մասնակցելու իրավունքից որոշակի ժամանակով, ինչը միջազգային պրակտիկա է ըստ էության, եւ այս բոլոր տարիների ընթացքում հանդես էին գալիս որպես ռևանշիստական ուժերի դեմ պայքարող, հեղափոխությունը պաշտպանող եւ այլն այդ դրոշակներով Գյումրիում տեսանք, որ սպառված է արդեն այդ քարոզը, այդ բանաձևը արդեն չի աշխատում։ Մարդիկ նույնիսկ քվեարկում են նախկին քաղաքապետին, նախկին ռեժիմի ներկայացուցչին, չնայելով այն ամենին, որ այդ ռեժիմը դատապարտվեց, մերժվեց այ ժողովրդի մեծամասնության կողմից։ Եվ Լևոն Բարսեղյանը այդ ամենը ներկայացնում է որպես մեղադրանք իշխանություններին, որ իրենք են մեղավոր այդ լուստրացիա չանելու եւ այլն, բայց ես համամիտ եմ իր այդ մասով գնահատականների հետ, ժամանակին ես ինքս 18 թվականին հանդես էի գալի լուստրացիայի եւ առաջարկել էի լուստրացիայի օրենքի նախագիծ, ուկրաինական փորձը հաշվի առնելով, այն ժամանակ իշխանությունները իսկապես լսել չէին ուզում իրականում այդ քաղաքական այդպիսի քայլերի մասին, իրենք գտնվում էին կոմֆորտ գոտիում, ունեին հանրային օժանդակություն եւ իրենց թվում էր, որ ամբողջ կյանքը այդպես է լինելու։ Իսկ այսօր արդեն ուշ է անել լուստրացիա, որովհետև հեղափոխությունից 6 տարի, 7 տարի հետո խոսել լուստրացիայի մասին, դա բոլորին պարզ է, որ պարզապես ինչ-որ ռեպրեսիվ քաղաքականության դրսևորում կլինի։ Եվ այդ առումով ես այդ գնահատականի հետ համաձայն եմ, բայց կա եւ մյուս տխուր իրողություն, տեսեք Լևոն Բարսեղյանը, Արտուր Սակունցը, բազմաթիվ այլ գործիչներ, որոնք որ տարիներ շարունակ ստանում էին Եվրոմիության, բաց այդ հասարակության հիմնադրամի, USAID-ի, NED-ի ֆինանսական օժանդակությունը եւ կարելի է ասել, որ ամեն մի այդ մարդու գործունեության մեջ արևմուտքը ներդրել է միլիոն եվրոներ։ Եթե տարեկան այդ ցանկացած գրասենյակի բյուջեն 150,000 եվրո բազմապատկեք 10 տարի գործունեության իրենց, դա անում է բավականին մեծ գումարներ, բայց այսօր տեսնում ենք, որ այդ մարդիկ Դանիել Յանիսյան եւ այլն, գիտեք այդ շարքը բոլորին չթվարկեմ, հանրային 0 օժանդակություն ունեն, հանրային 0 հեղինակություն ունեն։ Իրենց գումարները տրվում էին նրա համար, որ իրենք հանրօգուտ աշխատանք կատարեն, որ իրենք ձեռք բերեն հանրության մեջ հեղինակություն, որ ազդեցություն կարողանան ունենալ հասարակական, քաղաքական գործընթացների վրա, բայց ընտրական process-ը ցույց է տալիս, որ էլեկտորալ ազդեցությունը իրենց ընտրությունների վրա հավասար է գրեթե 0-ի։ Սա է մի այլ իրողություն, որ պետք է արձանագրեն նաև արևմուտքի այդ տարբեր սպոնսոր, դոնոր կազմակերպությունները, որ ինչ որ մի բան հարկավոր է իրենց քաղաքականության մեջ փոխել, որ մարդիկ ում որ իրենք ավանդաբար տրամադրում էին բավականին ֆինանսական միջոցներ, որպեսզի դրանք կայանան, դառնան հեղինակություններ, այդպիսին այսօր մեր հասարակության արդյունքում մեր հասարակության աչքերում չեն։ Ես ոչ թե քննադատում եմ այդ մարդկանց, չեմ ասում, որ դա իրենց պատճառով, բայց դա փաստ է, դա այդպես է։ Հիմա ինչի է այդպես, այդ այլ հարց է։ Ես շատ հարգում եմ եւ Արտուր Սակունցին եւ Լևոն Բարսեղյանին իրենց
արված աշխատանքը կարևոր եմ համարում, բայց հանրությունը չի տեսնում դա եւ հանրությունը իրենց մեջ ներուժ չի տեսնում։ Պատճառները դե նորից եմ ասում կարելի է շատ քվեարկել, կարևորը դա չէ, այսօր կարևորը արդյունքն է։ 26 թվականի ընտրությունների ընթരാճ հստակ կարող ենք ասել, որ այդ սեգմենտը հասարակական քաղաքական տիրույթի ներուժ այսպես ասած որևէ դերակատարություն ունենալ իրականում չունի, որ այսօր դրա վրա հաշվառ կանել։ Եվ ներուժ չունի, տեսնում ենք այդ եվրոպական կուսակցությունների դաշինքը, այսինքն այդ ամբողջ սուբյեկտը, որը որ կարող էր դերակատարություն ունենալ, իմ կարծիքով Գյումրին ցույց տվեց, որ իր շանսերը շատ քիչ են եւ նրանք, ովքեր որ պիսի ռազմավարություն էին տեսնում, պիտի այդ ռազմավարությունը վերանայեն։ Եվրոպական դաշինքի եւ այդ հասարակական ակտիվիստների նախկին գործիչների աջակցությամբ 26 թվականի ընտրությունները Նիկոլ Փաշինյանը հաղթել վերարտադրվելու համար հաղթել չի կարող։ Եզրակացությունը, որ կարելի է Գյումրիից անել։ Գյումրին պատկեր է, որը որ ցույց է տալու ռեգիոնալ հատվածներում Հայաստանի ընտրությունները առհասարակ եւ կարելի է ընդհանրացնել դա։ Իհարկե ուղիղ ընդհանրացում չի կարելի անել Գյումրիի, Վանաձորի եւ այլ քաղաքների միջև, Հայաստանում 40-ից ավել փոքր քաղաքներ կան եւ ամեն մեկը իր առանձնահատկություն ունի, բայց այնուամենայնիվ գումարած հանած ընդհանուր պատկերը դա է լինելու։ Պարոն Ղուկասյան, իսկ ասացեք խնդրեմ, Գյումրիի այս ընտրությունները հատկապես ինչ ազդեցություն կարող են ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների առաջիկա զարգացումների վրա։ Ինչ եք կարծում, Ադրբեջանը շարունակելու է նույն ոճով հողորտալ եւ նոր պահանջներ դնել մեր առջեւ։ Համլետ, ես այդ հարցին այսպես եմ նայում։ Էլի նույն այդ հարցմանը հետ անդրադառնանք, եւս այդ հարցման մյուս կարևոր տեղեկությունը, որ սեպտեմբերին անցյալ տարվա մենք կարող ենք այդ հաշվետվությունից ստանալ, հանրային կարծիքի գնահատման այն է, որ 56% կողմ են Եվրոմիության անդամության Հայաստանի եւ 56% նույն թիվը կողմ են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը։ Եվ եթե մենք իմանայինք իշխանության քարոզչական վարկագծին, ինքը փորձում է այդ երկու գաղափարը պահել իր տիրույթում, ինչպես ասեցի, եվրոպական կուսակցությունների դաշինքի միջոցով Եվրոմիության անդամության հարցը, իսկ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցը դա Նիկոլ Փաշինյանը պահում է ամուր իր ձեռքերում։ Բայց այնտեղ կա մի կարևոր նյուանս։ Այդ 56% մարդկանցից, որոնք որ կողմ են, որ Հայաստանը Ադրբեջանի հետ կնքի խաղաղության պայմանագիր, 80%-ը դրանց այդ մարդկանց, այսինքն 45% այդ 56-ից, հա, եթե անենք, իրենք կատեգորիկ համաձայն չեն որևէ զիջումների։ Խաղաղության պայմանագրին կողմ են, բայց զիջումներին ոչ։ Եվ եթե 56-ից 45-ը հանենք տակը մնում է 11%, դա ճիշտ է նրանք են, ովքեր որ Փաշինյանի համախոհներն են։ Այսինքն, որոնք համաձայն են խաղաղության պայմանագրին զիջումներով։ Եվ իշխանության մոտ այդ խնդիրը կա, որ կարծես հնարավորություն է պահել ձեռքերում խաղաղության պայմանագրի հարցը, որպեսզի այդ էլեկտորատը, այդ ընտրողներին եւս փորձել ներգրավել ընտրություններում այդ խնդրով, բայց եւ կա իրողություն, որ մեծամասնությունը այդ մարդկանց, ովքեր որ կողմ են խաղաղության պայմանագրի, ուրիշ ձև են պատկերացնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։ Ընդհանուր առմամբ խաղաղության պայմանագրի հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ամենակարևորը, որ հիմա արդեն պաշտոնատար անձիկ Հայաստանում իրենց ելույթներում հրապարակային եւ ոչ հրապարակային այսպես ասած արտահայտում են, դա այն է, որ
Հայաստանի իշխանությունները Նիկոլ Փաշինյանը հրաժարվեցին Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքելու հարցում որպես նախապայման դնել Արցախի կարգավիճակի հարցը։ Հավանաբար դա դեռևս 22 թվականից որդեգրված քաղաքականություն է, ըստ ռուսական կողմին դա տեղի ունեցել Պրահայում, այդ հայտնի մեղադրանքները, որ Պրահայում Փաշինյանը ճանաչեց Արցախ Ադրբեջանի կազմում, ըստ էության այն է, որ Պրահայում Փաշինյանը համաձայնվեց առանց նախապայմանների, այսինքն առանց Արցախի կարգավիճակի հարցի, առանց այդ նախապայմանի։ Ավանդաբար 30 տարի Հայաստանի դիրքորոշումը այն էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու նախապայմանը Արցախի կարգավիճակի հարցի լուծումն է։ Փաշինյանը համաձայնվեց առանց այդ նախապայմանի Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր։ Դա տեղի ունեցավ զուգահեռ Ադրբեջանը համաձայնվեց, որ եվրոպական դիտորդները տեղակայվեն Հայաստանում։ Այսինքն դա գործարք էր եւ հավանաբար դա է պատճառը, ինչի Ռուսաստանը այսպես միշտ մատնացույց է անում Պրահայում տեղի ունեցածը որպես էական գործոն, որ իրենց համար այսպես պատճառ է համարել, որ դրանով Հայաստանը ձեռները լված Արցախի հարցից հեռացավ եւ այլն։ Եվ իրենք արդարացնում են իրենց ապօրինի գործողությունները Արցախում նրանով, որ այդ Հայաստանի իշխանությունների որոշման հետևանք է։ Իրականում մեկը մեկի հետ իհարկե կապ չունի, չի կարող ունենալ։ Բայց այս դասավորության մեջ ներքին դիսկուրսը Հայաստանում այն է, որ Փաշինյանին մեղադրում է ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը, այդ քայլի համար մեղադրում է այդ որոշման համար հրաժարվել առանց նախապայմանի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու այդ ծրագիրը, այսպես ասած, որդեգրած Փաշինյանին իր ընդունած որոշման համար քննադատում են եւ քննադատում են հետեւյալ ըստ էության տրամաբանության մեջ, որ դրանով Հայաստանը թողեց Արցախի կարգավիճակի հարցը ըստ էության Ֆրանսիային եւ Եվրոմիությանը։ Ձեռները լվանալով ինքը այդ հարցը զիջեց այլ պետություններին, այդ պետությունը, որը որ վերցրեց Արցախի կարգավիճակի հարցը իր ձեռքը, Ֆրանսիան է։ Դա էլ բոլորը տեսնում են Ֆրանսիայի ղեկավարության եւ իշխող ուժի եւ ընդդիմության կոնսենսուս կա Ֆրանսիայում բոլոր քաղաքական ուժերի այդ հարցում, որ Ֆրանսիան պնդում է Արցախի կարգավիճակի հարցը Ադրբեջանի հետ Եվրոմիություն Ադրբեջան հարաբերություններում։ Հայաստանը այստեղ հայտնվեց մի վիճակում, որը որ նշանակում է, որ այլևս որպես լծակ միջազգային հարաբերություններում Արցախի հարցը Հայաստանի չի պատկանում։ Թողնելով դա եվրոպացիներին, Հայաստանը աշխարհքաղաքական կարևոր դերակատարություն կորցրեց, որտեղ ինքը միշտ հանդիսանում էր երկար տարիներ կողմ այդ խաղաղ կարգավորման եւ դերակատարություն ուներ աշխարհքաղաքական։ Իսկ այս վիճակում ինքը դարավ 0 այդ հարցում եւ որևէ ազդեցություն չունեցող կողմ։ Ադրբեջանի համար կյանքը չլավացավ Հայաստանի այդ դիրքորոշումից, որովհետև Արցախի կարգավիճակի հարցը չվերացավ։ Պարզապես հիմա դա Ֆրանսիայի եւ Ադրբեջանի, Եվրոմիության եւ Ադրբեջանի, եվրոպական այլ պետությունների եւ Ադրբեջանի միջև արդեն գոյություն ունեցող հարց է։ Հայաստանի ռիսկը եւ հայ ժողովրդի ռիսկը այստեղ նա է, որ ուրիշները պիտի պաշտպանեն մեր իրավունքները, մեր հայրենակիցների, արցախցիների իրավունքները։ Մենք այս իրավիճակում, այս կառավարությունով դրա վրա ազդել չենք կարող։ Համբավը Հայաստանի հայ ժողովրդի իհարկե նվազեց նման պահվածքից, ոչ մեկ դա չի դիտարկում որպես ինչ-որ այսպես ուժեղ քայլ, թե քաղաքական իմաստով, թե բարոյական իմաստով, բայց ունենք այն ինչ որ ունենք եւ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը իհարկե այդ խաղակարգը ընտրություններում
օգտագործելու է, հիմա է օգտագործում իր քննադատության մեջ իշխող ուժին ուղղված եւ այսպես ասած փորձերը օգտագործել այդ խաղաղության պայմանագիր հասկացողությունը, որ այդ 56% քաղաքացիներին խապել բերել ինչ որ ձևով ԿՊ-ի այսպես ասած դաշտ, որ ձայները տեղից ստանալ, մեծ այսպես խնդրի արժև կանգնած է, որովհետև հակընդդեմ քարոզչությունը, հակընդդեմ պայքարը զրոյացնում է կարողությունը Փաշինյանի ինչ որ ձևով ներկայանալ, թե իբրև այդ պայմանագիրը, որ ինքը նկատի ունի խաղաղության, արժանապատիվ է մեր ժողովրդի համար։ Արդյունքում այսօր արդեն եւ Գյումրիի մասով եւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասով այս պահի դրությամբ գոյություն ունեցող դրությունը թույլ է տալիս ասել, որ իշխող ուժը իսկապես բնակչության մեջ ունի ընդամենը 11-12% աջակցություն, ոչ ավել, եւ դրանից ավել չի կարող ունենալ։ Եվ դա գլխավոր գործոնն է, որը որ գալիք ընտրությունների առջև հիմա բոլորի համար պարզ է։ Բայց այնպես էլ չի, որ ընդդիմությունը ինչ որ խորհրդարանական ընդդիմությունը ինչ որ այսպես ասած լավ արդյունքներ ունի եւ Հայաստան դաշինքը չփայլեց Գյումրիում բավականին համեստ ձայներ հավաքեց։ Եվ ըստ էության եթե ամփոփել ստացվում է, որ այն վակումը, որը որ այսօր առաջացավ, նրա պատճառով, որ թե խորհրդարանական ընդդիմությունը, թե իշխող ուժը կորցրել են վստահությունը իրենց ընտրողների, շահում է այդ երրորդ ուժ, որ ասում են երրորդ ուժը պարզվեց, որ դա Վարդան Ղուկասյանի պես գործիչներ են, տեղական գործիչներ, հեղինակություններ, արդյունքում իրենք դարձան այդ երրորդ ուժը, ինչ որ նոր քաղաքական սուբյեկտ այդ դերակատարությունը չկարողացավ իրեն վերցնել։ Պարոն Ղուկասյան, եւ վերջին արջը այս թշվառ իրավիճակում հայտնված մեր իշխանությունները ի վիճակի են լուծել հայ ռազմագերիների վերադարձի հարցը, չէ՞ որ այդ հարցը շատ այսպես ուզում է մեր հայրենակիցներից շատ-շատերին եւ մենք իսկապես հույսներս արդեն կորցրած վիճակում ենք։ Այդ հարցում իմ տպավորությունը, որ Հայաստանի իշխանությունները առհասարակ մտահոգված չեն։ Իմ համոզմունքն է, որ լուծարել Արցախի հանրապետությունը դա գիտակցված որոշում է եղել հենց 22 թվականին ընդունված։ Ընդ որում մինչև Պրահա գնալը Փաշինյանը 22 թվականի մարտին Մոսկվայից հետ վերադառնալուց հետո հայտարարություն արեց, որ հարկավոր է իջեցնել նշաձողը Արցախի կարգավիճակի հարցում, ըստ էության դա նշանակում էր ըստ իս լուծարել Արցախի հանրապետությունը։ Այն դատավարությունը, որը որ այսօր Ադրբեջանում իրականացվում է, չէր կարող տեղի ունենալ, եթե Ռուսաստանի Դաշնությունը դրան դեմ լիներ։ Այսինքն մենք պիտի այս հարցում արձանագրենք, որ Ռուսաստանի Դաշնությունից էր կախված այդ դատավարությունը պետք է լինի, թե պետք չի լինի, եւ իմ կարծիքով այստեղ Երևանի իշխանությունները համարում են, որ այդ հարցը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև է։ Մեր հայրենակիցներն են տանջվում, տուժվում, գտնվում այդ ապօրինի վիճակում, բայց իշխող ուժը ըստ էության որևէ քայլեր չի անում այդ մարդկանց ազատելու համար։ Արևմուտքը անտարբեր էր այդ հարցին, մտահոգված, երբ որ պետությունները մտահոգվածություն են արտահայտում, դա այսպես ասած այնպիսի դիվանագիտական քայլ է, որով պետությունը ուզում է ասի, որ ինքը չի ողջունում այդ գործողությունները, չի ուզում այդ գործողությունների համար պատասխանատվությունը կիսել եւ դրա համար այսպես հայտարարությունով իրեն հեռու է դնում, բայց որևէ գործողություն
այդ խախտումները վերացնելու չի կատարում։ Եվ մենք տեսանք, որ արևմուտքի կողմից բացի այսպես դատապարտելուց առ այսօր որևէ քայլեր այդ ուղղությամբ չեն արվում, բայց վերջի բանաձևը Եվրոպական խորհրդարանի արդեն պարունակում էր ուղիղ պահանջ Ադրբեջանին ազատ արձակել բոլոր պատանդներին եւ ավարտել այդ fake դատավարությունը, այդ ֆարսը, այսինքն Արևմուտքը պատասխանեց կարելի ասել Ադրբեջանին եւ Ռուսաստանին, որ այդ շոուն, այդ բեմադրությունը ինքը որպես արդար դատավարություն չի ընդունում, այդ մարդկանց համարում է պատանդ եւ պահանջում է իրենց բոլորին ազատ արձակել։ Այն վիճակում, որի մեջ գտնվում է Փաշինյանը, ինքը որ ցանկանալ չի կարող ազդել որևէ կերպ այս դասավորության մեջ նշված process-ների վրա։ Եվ կարելի է ասել, որ այսօր այո մեր հայրենակիցների ազատ արձակվելու հնարավորությունը լիովին կախված է Եվրոպական միությունից։ Եթե Եվրոպական միությունը կտրուկ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ, Ադրբեջանը ստիպված է լինելու այդ քայլերին գնալ։ Ադրբեջանը փորձում է արագացնել այդ դատական process-ը, հասցնել ինչ-որ մի ավարտի, որպեսզի այսպես ասած իրենք մնան իրենց այդ ճակերտավոր բարձր դիրքում, որ տեսեք, դատապարտել ենք, դատավճիռներ ենք կայացրել եւ այլն եւ այլն։ Արևմուտքի համար, ինչպես ասեցի, դատավճիռները որևէ իրավական քաղաքական նշանակություն չունեն, ինչպես եւ այդ ամբողջ դատավարությունը եւ ես հույսով եմ, որ մոտակա ամիսներին ճնշումը Ադրբեջանի նկատմամբ Եվրոմիության կողմից կլինի ավելի ուժեղ։ Ադրբեջանը կախված է Եվրոմիությունից տնտեսապես եւ չի կարող Եվրոմիությանը, այսպես ասած, հակադրվել էապես։ Պետք է ասել, որ եւ նույն պահանջներով հանդես է գալիս ԱՄՆ-ն, թեպետ եւ Եվրոմիությունը եւ ԱՄՆ-ն արդեն տեսանելի է, որ առանձին են շատ հարցերում հակադրված են նաեւ իրար գործում, բայց Արցախի հարցում եւ ԱՄՆ-ի եւ Եվրոմիության դիրքորոշումը այն է, որ հայերը պետք է վերադառնան Արցախ, Արցախը պետք է անցնի միջազգային կառավարման ներքո եւ այնտեղ պետք է տեղակայվեն միջազգային զորքեր։ Բնականաբար եւ այդ շինծու կեղծ դատավարությունները պետք է կասեցվեն։ Ավելին Եվրոմիությունը որպես լծակ նախապատրաստեց Ալիևի դեմ քրեական գործ հարուցելու այսպես այդ գործիքը, այդ վերանշված մի քանի շաբաթ առաջ ընդունված Եվրոպական խորհրդարանի բանաձևում նաեւ այդ դրվագը կա, որ Արցախում էթնիկ զտման հետ կապված հարկավոր է միջազգային քրեական դատարանում հարուցել քրեական գործ Ալիևի եւ իր Ադրբեջանի վերնախավի վերաբերյալ։ Այսինքն որքանով Հայաստանը աստիճանաբար հանձնում է իր դիրքերը հայ-ադրբեջանական օրակարգում, տեսնում ենք, որ եվրոպացիները ավելի են վերցնում այն բոլոր գործիքները իրենց ձեռքը, ինչով կարող են ազդել այս հայերի ոտնահարված իրավունքների հետ կապված Ադրբեջանի վրա։ Եվ այստեղ ես հույս ունեմ, որ այս տարի մենք կտեսնենք, որ Ադրբեջանի վրա ճնշումները կբերեն մեր հայրենակիցների ազատմանը։ Եվ պարոն Ղուկասյան, շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Հուսանք, որ Եվրոմիությունը, Արևմուտքը ընդհանրապես ամեն ինչ կանի, որպեսզի մեր ռազմագերիները վերադառնան հայրենիք եւ հույսներս կապենք այդ կառույցների հետ, կարծում եմ, որ առաջիկայում լուրջ իսկապես փոփոխությունների ականատես կլինենք։ Իսկ այսօրվա համար շնորհակալ եմ, լավ եղեք, մնացեք միշտ այդպես վստահ բոլոր հարցերում եւ ամենակարևորը լավատեսությունը, որ կա ձեզ մոտ, թող փոխանցվի նաեւ մեր ունկնդիրներին։ Շնորհակալություն։ Հաջողություն, ես եմ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանն էր Փակ TV եթերում։ Այսօր այսքանը, ցտեսություն։